Պարզվում է սեռական ցանկության վրա մեծ ազդեցություն ունի ոչ միայն ֆիզիկական վիճակը, այլ նաև մարդու ինքնագնահատականը։ Այսինքն, երբ մարդը իրեն չի ընդունում կամ դժգոհ է իր արտաքինից, դա անմիջապես անդրադառնում է ինտիմ կյանքում վստահության եւ ազատության վրա։ Այսինքն, եթե մարդը իրեն չի սիրում, նա դժվարանում է իրեն նաև զգալ ցանկալի։ Մեր գիշերային զրույցների ընթացքում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք հաճախ լռում եք։ Բարի ուշ գիշեր։ Աբորտ։ Հաճախ սա ընկալվում է որպես կարճատև բժշկական միջամտություն, բայց ինչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմում շաբաթներ, ամիսներ, նույնիսկ տարիներ անց։ Անպտղության վախ, սեռական խանգարումներ, հոգեբանական մի շարք տրավմաներ, հարցեր, որոնց մասին գրեթե չի խոսվում։ Այսօր այս ծանր թեմայի մասին խոսելու եմ մանկաբարձ գինեկոլոգ, ուրոգինեկոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս Տիգրան Տեր-Իսահակյանի հետ։ Բարի երեկո Տիգրան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք այսօր ինձ այստեղ։ Եկեք խոսենք այն կարևորագույն հարցի մասին, որի առումով վստահ եմ շատերը պատկերացում չունեն։ Ինչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմում այդ կարևոր ժամանակահատվածում, երբ որ փորձում են կատարել միջամտություն, ընդհատել հղիությունը, հատկապես հորմոնային համակարգի հետ, նյարդային համակարգի հետ, ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ Նախ կուզեի խոսել նրա մասին, որ ի սկզբանե հենց կայանում է հղիություն, օրգանիզմում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ։ Էնդոկրին համակարգում, ամբողջովին բոլոր համակարգերում տեղի են ունենում փոփոխություններ։ Եվ երբ որ կինը որոշում է ընդհատել հղիությունը, բնականաբար այդ process-ները նույնպես խախտվում են։ Թե էնդոկրին համակարգը, թե նյարդային համակարգը, թե ֆիզիկական որոշակի փոփոխություններ, որոնք որ տեղի են ունեցել օրգանիզմում։ Առանց այդ փոփոխությունների որևէ բան չի կարող լինել։ Հղիության հետ կապված գոյություն ունեն որոշակի հորմոններ, որոնք արտազատվում են օրգանիզմում, որոնք կապակցված են միայն հղիության հետ։ Եվ այդ հորմոնները երբ որ դադարում են, կտրուկ նորից փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում։ Բացի դրանից արգանդը, որը մկանային օրգան է, բնականաբար նորից պետք է վերադառնա իր բնականոն չափերին։ Դա է պատճառը, որ շատ հաճախակի ընդհատումներից հետո կանայք նշում են ցավեր, աճուկային շրջանում կրճատման որոշակի ցավեր են նշում, որոշակի դիսկոմֆորտ են նշում, արյունային արտադրություն կարող է նշել երկարատև եւ նույնիսկ տրամադրության փոփոխություն, որը նույնպես հաճախ հնչող գանգատներից է, տրամադրության փոփոխությունը, ինչու՞ չէ նաև դեպրեսիան։ Միանշանակ, որովհետև անկախ ամենից կարծում եմ հոգեբանական որոշակի տրավմաներ են տեղի ունենում մարդու հետ, ովքեր որ գնում են այդ քայլին եւ ընդհատում են հղիությունը։ Այսօր գաղտնիք չէ, որ տարածված է նաև դեղորայքային ընդհատումը։ Եվ շատ աղջիկներ կարծում են, թե դա նույնքան անվտանգ է, որքան օրինակ ցավազրկող ընդունելը։ Եվ նույնիսկ իրար խորհուրդներ են տալիս, որ դեղը օգտագործել, շատ հաճախ նույնիսկ ցանցերում, խմբերում նկատում եմ նման տեսակի քննարկումներ։ Եկեք խոսենք դրա մասին, հատկապես այն առումով, թե իսկապես դա այդքան անվտանգ է եւ եթե ոչ, ինչ վտանգներ է իրենց ներկայացնում։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, որովհետև ցավոք սրտի ճիշտ եք ասում, բավականին հասանելի է դառել մեկը մյուսին փոխանցել, թե ինչ պրեպարատներ են պետք հարկավոր օգտագործել, թե հասանելիության հետ կապված սահմանափակումները, կարելի է ասել, որոշակի վերահսկողություն չկա եւ պետք է միանգամից նշել, որ սա ուղղակի գլխացավի դեղ խմել չի եւ չի կարելի նման բաներով զբաղվել ինքնուրույն առանց բժշկի վերահսկողության, առանց պատկերացնելու, թե ինչ բարդություններ կարող են տեղի ունենալ, ինչ խնդիրներ կարան առաջանան հետագայում այդ դեղորայքը օգտագործելով։ Ցավում եմ, որ իրոք նման խնդիրի առաջ են կանգնած, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի վրա չէ։ Եվ պարտադիր իհարկե պետք է հորդորենք, որ զերծ մնան այդ արատավոր տարբերակից։ Եկեք խոսենք աբորտի բարդություններից։ Գիտենք, որ կան վախ եւ ուշացած բարդություններ։ Որոնք են դրանք։
Միանշանակ բարդությունները կարող են տեղի ունենալ, ոնց որ յուրաքանչյուր բժշկական գործողության մեջ, եթե կոնկրետ խոսենք հղիության ընդհատման ժամանակ բարդություններից, ամենավաղ բարդությունները դրանք արյունահոսություններն են, որոնց հետևանքով կարող են ընդհանուր թուլություն եւ ինքնազգացողության վատացում գնալ, ամեն ինչը կապված է լինում արյունահոսության հետ, որովհետեւ մենք գիտենք, որ մանկաբարձական արյունահոսությունները բավականին առատ արյունահոսություններ են եւ ավելի ուշ արտահայտվող բարդություններ, որոնց մասին կարելի է շատ երկար զրուցել, ընդհանուր մինչև բարդություն, երբ որ առաջանում են կպումներ արգանդում որոշակի եւ կարող է բերել նրան, որ նույնիսկ հետագանում մայրանալու հետ կապված որոշակի խնդիրներ առաջանան։ Իսկ արդյոք ռիսկը կախված է աբորտի եղանակից, դեղորայքային, թե վիրաբուժական։ Ուրեմն ես այս հարցին sense կուզենայի պատասխանել, որ այո, ռիսկը կախված է, բայց ինչ ռիսկը, որտեվ դեղորայքայինի ժամանակ իրեն ռիսկերը կան, մեխանիկական հեռացման ժամանակ այլ ռիսկեր կան, բայց երկու մեթոդի ժամանակ էլ միանշանակ գոյություն ունեն որոշակի ռիսկեր։ Եվ ցավալին նա է լինում, որ դեղորայքայինի պարագայում կանայք մտածում են, որ տունը նստած կարող են այդ դեղը խմել, չմտածելով, թե ինչ բարդություններ կարող է տեղի ունենալ եւ արդեն իսկ բարդացած վիճակում հայտնվում են հիվանդանոցներում եւ այն աստիճանի արյունահոսություն, որ սակավարյունության պատճառով մեծ քանակի արյուն է կորցրած լինում եւ ընդհանուր կարող է նույնիսկ արգանդի հեռացման հարց դրվել։ Այսինքն ամենանվազագույնը այն օրգանը, որը որ արյունահոսում է եւ եթե չես կարող կանգնացնել արյունը, միանշանակ այդ օրգանը հեռացվում է։ Ես կուզեի ասեի, որ բազմաթիվ դեպքեր են լինում, երբ որ նմանատիպ արյունահոսություններով գալիս են փառք Աստծո, որ կարողանում են կանգնացնել արյունը, բայց չպետք է մոռանանք, որ կարող են լինել նմանատիպ բարդություններ նույնպես։ Իսկ որ դեպքում է ռիսկը ամենամեծը։ Արդյոք ճիշտ է այն պնդումը եւ այն մոտեցումը, որ հատկապես ամենաառաջին ընդհատումը հղիության հետագայում լուրջ հետևանքներ է թողնում վերարտադրողական ֆունկցիայի մայրանալու վրա եւ նույնիսկ շատ դեպքերում մենք հաճախ լսում ենք որպես սթափեցնող կոչ, որ զգուշանան նման քայլերից, որովհետեւ կարող է հետագայում հենց առաջին իսկ հղիության ընդհատումը լուրջ հետևանքներ ունենալ։ Ես կասեմ, որ յուրաքանչյուր ընդհատումը իրեն մեջ ռիսկեր է պարունակում եւ ամեն հաջորդը ինչքան շատ այնքան ավելի վատ է լինում, որովհետեւ մեխանիկական հեռացման ժամանակ արգանդը վնասելու ռիսկ է պարունակվում, որտեղ որ նույնպես էլի արյունահոսություններ կարող են լինել մեծ վնասումների ժամանակ, նույնպես կարող է հարց առաջանալ արգանդի հեռացման։ Ինչ վերաբերվում է առաջին հղիության մասին, այո, ինքը որոշակի ռիսկ պարունակում է ինչի համար, որովհետև դեռ չծննդաբերած պարանոցը, երբ որ պատրաստ չի, մեխանիկական լայնացնելով, առաջացնելով որոշակի տրավմաներ, հետագայում նույնպես կարող են առաջացնել խնդիրներ վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Շատ մեծ նշանակություն ունի նաև քանակը։ Ցավոք սրտի այստեղ կուզեի նշել, որ բազմաթիվ անգամ հանդիպում ենք նման դեպքերով, երբ որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ են տեղի ունենում, որոնք որ անընդունելի են եւ օրենքով սահմանված կարգով անթույլատրելի են։ Ինչի համար, որովհետեւ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հղիության ընդհատումները կարելի է կատարել մինչև 12 շաբաթական հղիությունը։ Ընթացակարգը ինչպես է տեղի ունենում, երբ որ կինը ցանկություն է հայտնում հղիությունը ընդհատելու համար, մոտենում է համապատասխան մասնագետին, պարտավոր է ծանոթանալ ամեն ինչին, ստորագրի որոշակի փաստաթղթեր եւ 3 օր ժամկետ ունենա մտածելու համար։ Ինչի համար է դա արվում, որ գուցե եւ 3 օրվա ընթացքում կինը փոշմանի եւ նույնիսկ շարունակի այո հղիությունը մինչեւ ծննդաբերություն ավարտի բերելով։ Լսելով ձեզ հիշեցի մի դեպք, հատկապես սեռով պայմանավորված։ Զույգը դիմել էր մեզ սեռական գանգատով եւ պարզվել էր, որ նաեւ երկար ժամանակ է բալիկ են պլանավորում, հղիություն են պլանավորում եւ չէր ստացվում։ Մեծ դժվարությամբ իհարկե բուժեցինք եւ սեռական խնդիրը կարգավորեցինք եւ վերջապես հասանք նրան, որ
կինը հղիացավ։ Երբ որ պարզվեց սեռը, պտուղը իքական սեռը էր, որքան էլ որ տարօրինակ է եւ դաժան, բայց որոշեցին ընդհատել հղիությունը։ Կներեք, ես նմանատիպ զույգերին բացարձակ չեմ կարող հասկանալ, թե մարդկային, թե որպես մասնագետ, որովհետև հղիությունը Աստծո տված պարգև է եւ կարծում եմ յուրաքանչյուր հղիության համար պետք է պայքարել։ Միանշանակ եւ սա կարծում եմ կլինի կոչ, սթափեցնող կոչ մեր հանրության այն առումով, որ հղիությունը լուրջ գործընթաց է եւ չի կարելի դրան մոտենալ միայն սեռով պայմանավորված, որովհետեւ շատ բազմաթիվ դեպքեր են լինում, երբ նմանատիպ միջամտություններից հետո պարզապես կարծես թե բնությունը խռովում է եւ կինը այլևս չի հղիանում։ Այո։ Այս հարցում հատկապես մտահոգության առիթ են հանդիսանում մարզերը։ Մարզերում հաճախ է նկատվում այս երևույթը, հղիության արհեստական ընդհատումը սեռով պայմանավորված հատկապես։ Եվ իմ դիտարկումներով կարծում եմ մենք խնդիր ունենք իրազեկվածության առումով, հատկապես հակաբեղմնավորիչների։ Բազմաթիվ են այն դեպքերը, երբ զրուցել եմ զույգերի հետ, հարցրել, թե արդյոք օգտվում են հակաբեղմնավորիչներից, թե ոչ, եւ պարզվել է ոչ, ավելին ասեմ, որքան էլ տարօրինակ է դա հնչում, շատերը կարծում են, թե հղիության ընդհատումը ավելի նախընտրելի է, քան հակաբեղմնավորիչ օգտագործել։ Իսկ կուզենայի ձեր դիտարկումը լսել։ Ես նույնպես համաձայն եմ ձեր հետ, այդ դիտարկումները մենք էլ ենք նկատում, որ մարզերում ավելի արտահայտված է նման խնդիրը, քան թե Երևան քաղաքում։ Չէի ուզենա մյուս քաղաքները բաժանել, բայց այո, քանի որ ավելի կենտրոնացված է Երևանում, դրա համար, բայց նենց չի, որ Երևանում նմանատիպ խնդիր չկա։ Կան, իհարկե։ Միանշանակ կա եւ ցավոք սրտի այո շատերն են մտածում, որ նույնիսկ պատրաստ են 30-35 ընդհատում կատարել, բայց չօգտվել կոնտրացեպցիայի որոշակի միջոցներից, սակայն միանգամից նշեմ, որ կոնտրացեպցիայի միջոցները մեկը չեն, բազմաթիվ կա, անհատական ընտրության հնարավորություն կա, այսինքն զույգերի հետ կարելի է զրուցել, թե որ տեսակն են ուզում, որոնք բացարձական վտանգ են։ Այո, նույնիսկ եթե խոսենք օրինակ պերորալ կոնտրացեպտիվների մասին, նրանք նույնիսկ դաշնային ցիկլի կարգավորման համար են օգտագործվում, այսինքն դրա համար եմ ասում անհատական մոտեցում կա ընտրելու, թե այս զույգին որը խորհուրդ տալ, որ միջոցը։ Եվ շատ ավելի նախընտրելի։ Միանշանակ եւ բացի դրանից սովորական պահպանակները օգտագործելու ժամանակ նույնիսկ ավելի մատչելի է, եթե խոսենք ֆինանսական կողմի մասին, քան թե ասենք բազմաթիվ նմանատիպ ընդհատումներ կատարելը։ Ես հիշեցի նաեւ մի դեպք, վստահ եմ դուք էլ եք հիշում, տարիներ առաջ, եթե չեմ սխալվում, նույնիսկ 10 տարի եւ ավելի, հատուկ ծրագրի շրջանակներում ազգաբնակչությանը բաժանվեցին հակաբեղմնավորիչներ, մասնավորապես առաջնային օղակների օգնությամբ, որպեսզի մարդիկ գոնե որոշ չափով իրազեկվեն եւ դրանով իսկ կանխենք աբորտերի թիվը, հատկապես սեռով պայմանավորված։ Եվ հիշում եմ այն ահազանգը եւ այն դժգոհությունների ալիքը, որը եղավ դրանից հետո։ Այսինքն կատարված քայլը, որը միտում ուներ զուդրանով իսկ կանխելու աբորտների թիվը, հակառակ ազդեցություն ունեցավ։ Ես ոչ միայն հիշում եմ, այլ այդ տարիներին նույնիսկ մարզում աշխատել եմ, հերթապահությունների էի գնում մարզում եւ հիշում եմ, որ արկղերով դրած բժիշկները առաջնային օղակի խնդրում էին, որ մոտենան վերցնեն, բացատրելով, այսինքն իրազեկելով ամեն քայլ անելով, որպեսզի նվազեցնեն թիվը։ Միևնույնն է, ազգաբնակչությունը երբեք չէր ուզում օգտվել, չէր գալիս, դրա մեջ չգիտեմ ինչ էր տեսնում, ցավոք սրտի այդպես է չարտարացվեց։ Որոշ դեպքերում նույնիսկ բանը հասավ ծեծկրտուքի։ Այո, նմանատիպ ինչ-որ դեպքեր եմ լսել, այո։ Տեսեք, խնդիրը ինչումն է, երբ որ պահպանակ է բաժանում, այնտեղ մենտալիտետի հարց է առաջանում, թե կնոջի ինչ են առաջարկում։ Այո։ Բժիշկը հիվանդանոցում ոնց է համարձակվել, այո, ասենք sense նմանատիպ մենք որ պետք է լինի տեղը գիտենք։ Իհարկե։ Խոսելով բարդություններից, հատկապես իհարկե կուզեմ խոսենք ցավի մասին, հատկապես
աբորտի դիմաց կանանց մեծ մասը նշում է ժամանակ անց ցավի առկայության մասին։ Ընդ որում ցավը շատ դեպքերում լինում է արդեն թե հարաբերության ժամանակ, որը սկսում է իրենց անհանգստացնել, թե նաև հարաբերությունից դուրս։ Արդյոք սա ավելի շատ հոգեբանական բարդություն է, գուցե ֆիզիկական, թե երկուսն էլ է դեպքում։ Ես կարծում եմ երկուսն էլ առկա են, ինչի համար, որտեվ կախված նրանից թե ընդհատումը ինչ եղանակով է տեղի ունեցել, երկուսի դեպքում էլ տարբեր ձևերով կարող է արտահայտվել, օրինակ եթե դեորայքային է ընդհատումը կատարվում, այդ պարագայում պետք է հասկանալ, որ ինչ է տեղի ունենում։ Դեորայքի ազդեցության տակ կրճատման կտրուկ ցավեր են լինում, որը որ հոգեբանորեն հետո կնոճվել են ազդումը։ Եթե մեխանիկականի մասին խոսենք, ամեն դեպքում գործողություն է կատարվում, որտեղ որ մեխանիկական ինչ-որ գործիքով ազդում ենք օրգանիզմի վրա, բնականաբար հետագայում որոշակի նույնպես էլի ցավեր առաջացնելու են։ Եվ պետք է հաշվի առնել, ինչպես եւ սկզբում ասացի, հորմոնային որոշակի փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում, որը որ բնականաբար սեռական հարաբերությունների ժամանակ պետք է արտահայտվի, կարող է արտահայտվել ցավի տեսքով։ Որքան ժամանակ է անհրաժեշտ կնոջը աբորտից հետո, որպեսզի օրգանիզմը լիովին վերականգնվի եւ վերադառնա իր բնականon հունին, հատկապես սեռական կյանքի վերսկսման առումով։ Դա կարծում եմ յուրաքանչյուր կնոջ համար անհատական է նույնպես, բայց միջինը մոտավորապես 2-ից 6 շաբաթվա ընթացքում ձեր ասված խնդիրները կարելի է անցնել, հա, մոտավորապես, այսինքն սեռական կյանքին վերադառնալը։ Բայց հետագայի համար հղիություն պլանավորելու հետ կապված ինչ ավելի շատ անհրաժեշտ, նույնիսկ այդտեղ կարող էի նշել, որ ոչ միայն արհեստական վիժումների ժամանակ, այլ նաև ինքնաբեր վիժումների ժամանակ օրգանիզմի որոշակի ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի հանգստանա, որովհետև արգանդը նույնպես մնացած մեր օրգանների նման անհրաժեշտ է, որպեսզի հանգստանա։ Այսինքն երբ որ հղիությունը տեղի է ունեցել, ինքը սկսել է մեծանալ, նույնիսկ ժամանակը հարկավոր, որպեսզի ինքը կրճատվի, նորից գա հասնի իր նորմալ չափերին, հետագա հղիությունը պահպանելու նպատակով։ Դա մոտավորապես մենք խորհուրդ ենք տալի նույն 5 նաբեր վիժումների ժամանակ առնվազն 5 ամիս դադար տալ, նոր հետո պլանավորել հղիությունը։ Եվ պլանավորումից առաջ միանշանակ ստուգումներն են անհրաժեշտ, որովհետև մենք որպես բարդություններ նույն արհեստական վիժումների ժամանակ բավականին մեծ քանակությամբ լինում են դեպքեր, երբ որ ինֆեկցիաներն են որպես բարդություններ հանդիսանում, որոնց հետևանքով կարող են բորբոքումներ առաջացնել եւ ավելի բարդացած վիճակներ ստեղծվել եւ հետագա հենց դա է խնդիրը, որ հետագայում մայրանալու խնդիրը բավականին բարդանում է բազմաթիվ հեռացումներից հետո կամ նույնիսկ մեկ անգամ հեռացումից հետո կարող է նմանատիպ խնդիրներ առաջանալ։ Տուժում է նաև հորմոնային համակարգը, խախտվում են հիմնական հորմոնները, որի շտկման համար գիտենք, որ բավականին շատ ժամանակ է անհրաժեշտ։ Այո, sense tendency, ասում եմ ոնց որ յուրաքանչյուր օրինակ օրգանիզմը մենք ինչ է անում, երբ որ աշխատում ենք, հետո քնի կարիք ունենք, ինչի համար, որպեսզի բոլոր օրգանները հանգստանան։ Հիմա երբ որ արգանդը եկել մեծացել է, իրան էլ է հարկավոր հանգստանալու համար, որպեսզի հետագայում կարողանա նորմալ հղիությունը պահել։ Աբորտի հետևանքները բավականին շատ են։ Թվում է, թե արդյունքում տուժում է միայն կնոջ առողջությունը, բայց արի ու տես, որ հաճախ տուժում է նաև տղամարդու առողջությունը։ Ինչու, որովհետև աբորտի դիմաց կանանց պարագայում շատ դեպքերում նկատվում է այսպես կոչված հետաբորտային դեպրեսիան։ Եվ ժամանակի ընթացքում այն ազդում է նաև տղամարդու առողջության վրա։ Տղամարդը նկատում է, որ կինը այլևս առաջվանը չէ։ Դա էլ իր հերթին բերում է տղամարդու մոտ տարբեր տեսակի սեռական խնդիրների։ Տուժում է պոտենցիան, տուժում է սեռական ցանկությունը, տուժում է նաև սեռական ակտի տևողությունը։ Իհարկե, այս դեպքում պետք է պարտադիր սեքսոլոգիական օգնություն, որպեսզի տղամարդու սեռական առողջությունը հնարավորինս արագ վերականգնվի։
Եվ այս հարցում օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերությունը իր Տադաֆորդ եւ Դապոքսեցին դեղամիջոցներով։ Տադաֆորդը նախատեսված է պոտենցիայի խանգարման բուժման ժամանակ, իսկ Դապոքսեցինը վաղաժամ սերմնաժայթքման բուժման ժամանակ։ Տադաֆորդը ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Ի տարբերություն նախորդ սերնդի սեռախթանիչների, Տադաֆորդը ունի մի կարևոր առանձնահատկություն՝ արագ է ազդում, ինչը նշում են հենց պացիենտները բուժման սկզբնական ժամանակահատվածում։ Բացի այդ, Տադաֆորդը ունի նաև բավականին արտահայտված տևական ազդեցություն, այն իր ազդեցությունը թողնում է գրեթե 36 ժամ։ Դա նշանակում է, որ տղամարդը կարող է ունենալ կրկնակի հարաբերություններ 36 ժամվա ընթացքում դեղամիջոցը ընդունելուց հետո։ Ուշադրություն, դեղամիջոցը ունի հակացություններ, որոնց մասին բուժող բժիշկը պարտադիր պետք է տեղեկացնի պացիենտին։ Մյուս դեղամիջոցը Դապոքսետինն է, որը նույնպես ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60։ Թե որ դոզավորումը կընտրի բժիշկը, կախված է խնդրի վաղեմությունից եւ բարդության աստիճանից։ Երկու դեղերի միաժամանակյա օգտագործման դեպքում տղամարդու սեռական առողջությունը հնարավոր է վերականգնել շատ արագ եւ որակյալ։ Մենք խոսեցինք բարդություններից, բայց քանի որ դրանք կարող են ճակատագրական լինել եւ թողնել իրենց հետևանքները զույգի սեռական եւ երաշտադրողական կյանքում, եկեք եւս մեկ անգամ խոսենք դրանց մասին եւ նաեւ նշենք նրանք, որոնց մասին չխոսեցինք։ Այո, ինչպես արդեն նշեցի, ամենակարևոր բարդությունը, որը որ տեղի ունենում, դա օրնահոսությունն է, բայց միևնույն ժամանակ կուզեի խոսել նրա մասին, որ նույն մեխանիկական հղիության ընդհատման ժամանակ կարող է արգանդի տրավմաներ տեղի ունենալ, ոչ մեկ երաշխավորված չէ նրանից, որ արգանդի թափածակում կարող է օրինակ տեղի ունենալ, առավել եւս այն կանանց մոտ, որոնք որ օրինակ մինչև այդ երեխա են ունեցել կեսարյան հատման ճանապարհով, այսինքն արգանդի վրա առկա է սպի, չպետք է մոռանանք այս բարդությունների մասին, իսկ հետագայում էլ նույնիսկ այս գործողությունների հետևանքով, քանի որ կարող է առաջացնել նույնպես բորբոքում կամ օրինակ որպես բարդություն էինք խոսում, որ կինը ինքը որոշել է ինքնուրույն ընդհատում կատարել տանը, չհասկանալով, որ ընդհատվել է հղիությունը, բայց մինչև վերջ չի ընդհատվել, մնացել է կտորը օրինակի համար, դա կարա իրեն հերթին առաջացնել արգանդի խոռոչում բարդությունները, նույն բորբոքումները, նույն հետագայում կպումներ կարող է առաջացնել, որովհետև ամեն անգամ որոշակի գործիքներով ազդեցությունը կարող է բերել նմանատիպ խնդիրների ավելի հաճախակի հանդիպմանը։ Եվ շատ մեծ խնդիր է հետո լինում, որ արգանդի ներսում այդ կպումները անջատելը, այսինքն ամեն դեպքում նորից գործողություն է կատարվում, որպեսզի այդ կպումները վերացնել եւ պատրաստել կնոջը հետագա հղիությունների համար։ Տիգրան, մենք խոսեցինք այն աբորտների մասին, հիմնականում, որոնք կատարվում են զույգի ցանկությամբ, բայց կան նաեւ բժշկական ցուցումներով պայմանավորված աբորտներ։ Եկեք խոսենք դրանց մասին։ Այո, գոյություն ունեն բժշկական ցուցումներով հղիության ընդհատումներ, ես ինքս բժիշկ լինելով կատեգորիկ դեմ եմ արհեստական ընդհատումներին, միայն կատարում եմ հենց բժշկական ցուցումներով ընդհատումները, դրանք կարող է լինեն կյանքի հետ անհամատեղելի արատների հետ կապված դեպքերը, դրանք կարող են լինել կնոջ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակները, այսինքն երբ որ այդ հղիությունը խանգարում է ինչ-ինչ կերպ կնոջ նորմալ առողջությանը, այսինքն վնաս է տալիս առողջությանը։ Դրանք կարող են լինել չկայացած վիժումները կամ թերի վիժումները, այսինքն ինքնուրույն տեղի ունեցած վիժում, բայց երբ որ ամբողջովին դուրս չի եկել կամ չկայացած ընդհատումները, երբ որ չզարգացող հղիություն է եւ այդ իսկ ժամանակահատվածից ինքը համարվում է որպես հոտար մարմին եւ պետք է անմիջապես կամ որոշակի ժամանակահատված հետո հեռացնել։ Կարծում եմ այսքանը, որովհետեւ գոյություն ունեն ավելի ուշ ժամկետների ընդհատումներ, մենք խոսում ենք նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենքով մինչև 12 շաբաթականն է, բայց այս դեպքերում կարող է նույնիսկ ընդհուպ մինչև 21 շաբաթական, 21-22 շաբաթական, 22 շաբաթականում արդեն համարվում է ծննդաբերություն, հարց դրվի ընդհատման համար։ Այստեղ արդեն բժշկական կոնսիլիում է հավաքվում,
բժիշկներով յուրաքանչյուր դեպք անհատական ձևով մոտեցում է տեղի ունենում եւ որոշվում է արդյոք պետք է հեռացնել թե ոչ, որովհետեւ ինչպես նշեցի, գոյություն ունեն նմանատիպ արատներ, որոնք որ կյանքի հետ անհամատեղելի են եւ երեխան միևնույն է ծնվելու է եւ մահանալու է։ Այսինքն այս պարագայում արդեն բժշկական ցուցումներով է։ Իդեպ ընդհատման եղանակը նույնպես որոշվում է այդ կոնսիլիումի ընթացքում, այսինքն ավելի ուշ ժամկետներում նույնիսկ կարող է համակցված ձևով լինի, դեղորայքային եւ մեխանիկականի հետ համակցված ձևով լինի, ասում եմ ինչպես որ մինչև այդ նշեցի, բժշկական կոնսիլիումն է որոշում, ըստ ցուցումների արդեն կատարում է ընդհատում։ Ըստ ցուցումների եւ գործողության ընտրության հարցում նույնպես որոշում է կայացվում համատեղ։ Թեման իհարկե բավականին ցավոտ է եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հետաքրքիր քննարկման, սթափեցնող դիտարկման եւ առհասարակ այն լուսաբանելու համար։ Վստահ եմ այս թողարկումը դիտելուց հետո շատ շատերը երկար կմտածեն նման քայլին դիմելուց առաջ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Ես նույնպես մտածում եմ, որ կանայք շատ երկար պետք է մտածեն, որպեսզի արդյոք արժի դիմել այս քայլին, թե ոչ։ Ես նշում եմ կանայք, բայց կարծում եմ ամուսինները նույնպես, ամուսինները կամ տղամարդիկ նույնպես պետք է մտածեն իրենց կանանց մասին, որպեսզի թույլ չտան նման գործողություններ կատարել։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես հաճույքով պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ վստահելու եւ հարցեր գրելու համար։ Մեզ համար դա անչափ կարեւոր է։ Իսկ այժմ կարդամ հարցը։ Բարև ձեզ, ես 49 տարեկան եմ, վերջին շրջանում հաճախ եմ զգում տաք ալիքներ, գիշերային քրտնարտադրություն, նաև նկատում եմ, որ սեռական ցանկությունս նվազել է։ Սա արդեն դաշտանադադարի նշան է, եւ ինչպես կարելի է այս ամենը թեթևացնել։ Մինչև հարցին անդրադառնալը կուզենայի նշել, որ ամիսներ առաջ մենք ունեցանք թողարկում նվիրված կնոջ դաշտանադադարին, որից հետո սկսվեց հարցերի բավականին բուռն ալիք ուղված հենց դաշտանադադարին։ Հարցերը տարբեր էին, որոնք մենք պարբերաբար տեղադրում ենք, անդրադառնում դրանց։ Երևի դուք եք նկատել, որ հենց այդ հարցերը շատացել են։ Պետք է նշեմ, որ սա միայն ողջունելի է, նշանակում է հաղորդումը ծառայում է իր նպատակին եւ մարդիկ սկսել են ավելի լուրջ մոտենալ իրենց առողջությանը, կանայք սկսել են ավելի զգոն լինել եւ հատկապես դաշտանադադարի հարցերին ավելի պատշաճ ուշադրություն դարձնել։ Իսկ այժմ անդրադառնամ հարցին։ Դաշտանադադարի ժամանակ հայտնի է, որ տեղի են ունենում մի շարք փոփոխություններ։ Նկատվում է տրամադրության փոփոխություն, նկատվում են նաև սեռական ցանկության տատանումներ, փոխվում է ինքնազգացողությունը։ Այս ամենի գլխավոր դերակատարը սեռական հորմոններն են, մասնավորապես էստրոգենները, որոնք ժամանակի ընթացքում սկսում են նվազել։ Էստրոգենների դերը բավականին շատ է, մենք դրա մասին խոսել ենք, բայց պետք է նշեմ, որ հենց սրանով են պայմանավորված գրեթե բոլոր այն գանգատները, որոնք կանայք նշում են դաշտանադադարի ժամանակ։ Խնդիրը իհարկե գինեկոլոգիական է եւ միշտ ես նման դեպքերում անպայման խորհուրդ եմ տալիս դիմել գինեկոլոգին կամ գինեկոլոգ-էնդոկրինոլոգին, որպեսզի խնդիրը պատշաճ լուծվի։ Բայց այս հարցի շրջանակներում կարող եմ տալ մի քանի խորհուրդ։ Նախ, ուշադրություն դարձրեք սննդակարգին, դա շատ կարևոր է։ Երկրորդը, կարգավորեք ձեր քունը։ Երրորդը, անպայման իհարկե գնացեք բժշկի եւ հանձնեք անհրաժեշտ անալիզներ։ Մասնավորապես խոսքը արյան անալիզի մասին է, սեռական հորմոնները պարզելու։ Եվ այս դեպքում արյան անալիզի միջոցով ստուգում են հիմնական հորմոնները՝ էստրադիոլ, պրոլակտին, տեստոստերոն, վիտամին D, ֆոլիկուլը խթանիչ, լյուտեինիզացնող հորմոններ, պետք է նաև ստուգել վահանաձև գեղձը, անհրաժեշտության դեպքում նշանակում է ուլտրաձայնային հետազոտություն եւ այլն։ Դրանից զատ արդեն բժիշկը ըստ անալիզների արդյունքների եւ ձեր առողջական ընդհանուր վիճակը գնահատելուց հետո կունենա համալիր պատկեր, կդնի անհրաժեշտ ախտորոշումը եւ կանցնի բուժման։ Բուժում ներառում է ինչպես
քիմիական դեղամիջոցներ, այնպես էլ բուսական։ Դաշտանադադարը կնոջ կյանքի նոր, բայց հաճախ նաև բարդ փուլ է։ Անսպասելի ջերմության ալիքներ, գիշերային քրտնարտադրություն, անքնություն եւ նյարդայնություն։ Կարիք չկա համակերպվել այս անհարմարությունների հետ։ Վերադարձրեք ձեր ներքին հանգստությունը մեր գործընկեր Savita Herbs-ի կլիմա բնական հավելումի օգնությամբ։ Կլիման վարդագույն ռոդիոլայի, կատվախոտի, անանուխի եւ պատրինջի բնական խառնուրդ է, որը մեղմում է մենոպաուզայի տհաճ նշանները, հանգստացնում սրտխփոցն ու վերադարձնում առողջ քունը։ Կարևոր է իմանալ, որ կլիման չի պարունակում հորմոն եւ չի կարելի այն համատեղել հորմոնալ դեղերի հետ։ Ուշադրություն, տրվում է առանց դեղատոմսի եւ չի հանդիսանում դեղամիջոց։ Սակայն կլիման ունի հակացուցումներ, որոնք մանրամասն ներկայացված են ներդիրում։ Օգտագործումից առաջ անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ։ Կլիմա, երբ եղանակը ստեղծում ես ինքդ։ Իսկ այժմ կարդամ երկրորդ հարցը։ Բարև ձեզ, շատ եմ ամաչում, բայց մի հարց ունեմ։ Երբ ամեն անգամ ամուսինս հարաբերության ցանկություն է ունենում, ես ընդհանրապես չեմ ուզում։ Ինչի հետ է դա կապված, խնդրում եմ օգնել։ Սեռական ցանկության նվազումը ունի մի շարք պատճառներ։ Մենք դրա մասին խոսել ենք մեր թողարկումներից մեկի ժամանակ։ Փորձեմ համառոտ ներկայացնել։ Նախ պետք է նշել, որ կնոջ սեռական ցանկությունը փոփոխական է, կախված է օրինակ դաշտանի օրերից, հակաբեղմնավորիչների տեսակից եւ ինչու՞ չէ նաեւ սեռական կյանքի փորձից։ Այդ ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ կնոջ սեռական ցանկությունը ունի նաեւ օրգանական պատճառներ։ Օրինակ, սեռական հորմոնների մակարդակը, վահանաձև գեղձի վիճակը, զուգակցող հիվանդությունների առկայությունը կամ բացակայությունը, օրինակ շաքարային դիաբետ, կամ օրինակ ճարպակալում, գուցե այլ հիվանդություններ, բորբոքումներ եւ այլն։ Օրգանական պատճառներից պետք է նշել նաեւ միջանձնային հարաբերությունների բնույթը, շատ հաճախ զույգերը նույնիսկ չեն զրուցում միմյանց հետ, չեն պարզում նախասիրություններով, ինչ է սիրում անկողնում, եւ շատ դեպքերում նույնիսկ անկողնում օտար են մեկը մյուսին։ Պատճառները շատ են, դրանց մասին կարելի է երկար խոսել։ Պարզապես պետք է նշել, որ խնդրին լուծում տալու համար պետք է նախ անցնել սեքսոլոգիական խորհրդատվություն, որի ժամանակ բժիշկ սեքսապաթոլոգը հնարավորություն կունենա ամբողջովին վերծանել խնդիրը, գանգատները, որից հետո կնշանակի անհրաժեշտ անալիզներ, որոնք շատ կարևոր են, եւ նոր այդ ամենի հիման վրա կդնի ախտորոշում եւ կանցնի բուժման։ Անալիզներից նշեմ ամենահիմնականները։ Նախ իհարկե պետք է անցնել արյան անալիզ, պարզելու, թե ինչ վիճակում են օրինակ սեռական հորմոնները։ Եթե կինը ցանկություն չունի, առաջին հերթին պետք է ստուգել տեստոստերոնի վիճակը, որը, ինչպես արդեն գիտեք, այն գլխավոր հորմոնն է, որը պատասխանատու է սեռական ցանկության համար։ Պրոլակտինը, որը շատ դեպքերում բարձր է լինում, երբ կինը լինում է ստրեսի մեջ, վիտամին D-ն եւ այլն։ Այդ անալիզներից զատ պետք է ստուգել վահանաձև գեղձի վիճակը, նույնպես էլի արյան անալիզի միջոցով։ Համալիր հետազոտական փուլը ավարտելուց հետո արդեն ունենում ենք ամբողջական պատկեր, դնում ախտորոշում եւ անցնում բուժման։ Բուժումը տարբեր է, կախված պատճառից։ Պարզ է, եթե ունենք հորմոնային խանգարում, ուրեմն պետք է սկսենք հորմոնալ շտկումից։ Եթե ունենք տագնապ, լարվածություն, որը բերել է սեռական ցանկության նվազման, ինչ ենք անում, բնականաբար պետք է վերացնենք տագնապը, նույնպես էլի դեղամիջոցների օգնությամբ։ Նշանակում ենք տարբեր տեսակի վիտամիններ սեռական ցանկությունը կարգավորելու ուղղությամբ, օրինակ վիտամին A, վիտամին E, կան նաև դրանց համադրումները, տարբեր տեսակի բուսական եւ միներալային խառնուրդները եւ այլն։ Դա արդեն որոշում է բժիշկը կախված անալիզների պատկերից։ Ամեն դեպքում խնդիրը լուծելի է, մի ընկճվեք, պետք չէ դրա հետ համակերպվել եւ առիթն օգտագործելով ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր որ ունեն այս գանգատը, բայց ինչ-ինչ պատճառներով չեն դիմում բժշկի։ Հավատացեք, խնդիրը լուծելի է, պարզապես պետք է դիմել մասնագետի օգնությանը եւ կարճ ժամանակ անց ձեր սեռական առողջությունը լիովին կվերականգնվի։ Ավարտվեց այսօրվա մեր գիշերային զրույցը։ Դիտեք մեզ ATV եթերում։ Գրեք ձեզ հուզող հարցերը, մենք դրանց անպայման կանդրադառնանք։ Տարածեք մեր տեսանյութերը, դա անչափ կարևոր է մեզ համար։ Հա, մի կարևոր բան էլ, պարտադիր թողեք ձեր մեկնաբանությունները։
Մեր գիշերային զրույցների ընթացքում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Մեր գիշերային զրույցները շատ առողջարար են։